Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին, ներկայիս Կրասնոդարում։ 1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը, նկարիչ ճարտարապետի կոչումով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում, նախագծել տարբեր բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին Իրան, 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալվել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում, նրա անվան պողոտայի վրա։ Այն բացվել է 2001 թվականին և ներկայացնում է հայ մեծ ճարտարապետի կյանքը, նախագծերը և Երևանի գլխավոր հատակագծի մոդելը։ Թանգարանում պահվում են Թամանյանի բնօրինակ գծագրերը, լուսանկարները և Երևանի հին հատակագծի մանրակերտը։ Օպերայի շենքը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի ամենանշանավոր ու գեղեցիկ կառույցներից է։ Այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից և հանդիսավոր բացվել է 1933 թվականին։ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում, Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974 թվականին։ Կասկադը Երևանի հայտնի ճարտարապետական համալիր է, կառուցվել է 1970-ական թվականներին։ Այն միացնում է քաղաքի կենտրոնը հաղթանակի պուրակին, բաղկացած լինելով աստիճանների, ջրվեժների և սրահների շարքից։ Թեպետ նախագիծը մինչև այսօր չի ավարտվել, սակայն Կասկադը շարունակում է մնալ Երևանի ամենակենտրոնական մշակութային հանգույցներից մեկը։ Այնտեղ կազմակերպվում են հանդեսներ, միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ և այլն։